Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 4։ Օրհնեցեք Աստծուն նրա սրբարանումը, օրհնեցեք նրան նրա զորության հաստատությունումը։ Սաղմոս 150-րդ գլուխ առաջին խոսք։ Մենք հավաքվել ենք այստեղ Աստծուն գովաբանելու։ Եկեք գովաբանենք Աստծուն նրա սրբարանի և նրա ներկայության մեջ մեր վայելած արտոնությունների համար։ Եկեք գովաբանենք նրան նրա զորության և փառքի համար երկնային ոլորտներում։ Նրանք, ովքեր գովաբանում են Տիրոջը երկնքում, տեսնում են նրա զորության և փառքի այնպիսի դրսևորումներ, որոնք մենք այժմ չենք կարող պատկերացնել, բայց նրա բոլոր հզոր գործերից մեծագույնը հայտնի է նրա երկրային սրբարանում։ Մեր Աստծո սրբությունն ու սերն ավելի հստակորեն դրսևորվում են մարդու փրկագնման մեջ, քան նրա մյուս բոլոր գործերում։ Եկեք գովաբանենք մեր Աստծուն և Փրկչին դրա համար։ Մենք կարիք չունենք անհանգստանալու նշված երաժշտական գործիքների մասին։ Այստեղ իմաստն այն է, որ Աստծուն ծառայելիս մենք չպետք է խնայենք ոչ միջոցներ, ոչ էլ ջանք։ Գովաբանեք Աստծուն անսասան հավատքով։ Գովաբանեք նրան սուրբ սիրով և ուրախությամբ։ Գովաբանեք նրան Քրիստոսի հանդեպ լիակատար վստահությամբ։ Գովաբանեք նրան խավարի ուժերի նկատմամբ հաղթանակի հավատքով։ Գովաբանեք նրան իր բոլոր պատվիրանների նկատմամբ համընդհանուր հարգանքով։ Գովաբանեք նրան իր բոլոր պատվիրաններին հոժար հնազանդությամբ։ Գովաբանեք նրան ուրախանալով նրա սիրով և մխիթարվելով նրա բարությամբ։ Գովաբանեք նրան առաջ մղելով նրա շնորհի թագավորության շահերը։ Գովաբանեք նրան իր փառքի թագավորության կենդանի հույսով և սպասմամբ։ Մի օր մենք մեր վերջին շունչն ենք փչելու, ուրեմն մինչ շնչում ենք, եկեք գովաբանենք Տիրոջը։ Այդ ժամանակ մեր վերջին շունչը կփչենք մխիթարությամբ։ Թող ամեն ինչ, որ շունչ ունի, գովաբանի Տիրոջը։ Գովաբանեք Տիրոջը։ Սա Աստծո հոգուց ներշնչված փառաբանության համար գրված գրքի ամենասքանչելի ավարտն է։ Մի գիրք, որը ավելի քան 3000 տարի շարունակ եկեղեցուն երգեր է պարգևել։